Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տուն, քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, 5 տաղավար տոներից մեկը։ Զատիկը սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի առաջին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում, այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես հին կտակարանում նկարագրվող այդ դրվագի, երբ Աստվածը Նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից, անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի, այդ իրադարձությունը նախանշան է Հիսուս Քրիստոսի գառն Աստծո կամովին մահվան, ընդունման և իր արյան հեղման հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդը ստանում է մեղքերի թողություն, ապա կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է զատիկ, քանզի Քրիստոս մեր զատիկը մորթվեց։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը, 35 օր ժամանակահատվածի վրա։ Զատկին նախորդում է ավագ շաբաթը։ Զատկի հետ առաջող գլխավոր արարողությունները սկսվում են ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդող 7 շաբաթ տևած մեծ պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ իմեռելոց ավետիսով և ստանում օրհնյալ է հարությունը Քրիստոսի պատասխանը։ Շամերգությունը տեղի է ունենում և պատարագ մատուցվում Երգում զատկական կիրակի օրը։ Հայկական ավանդույթում սույն հավկիթներով հավքը թախաղ է տեղի ունենում երկու հոգու միջով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։ Արևմտյան երկրների ավանդույթում հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների մեջ, իսկ երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է զատկվա հավկթաորս։ Զատիկը հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին, շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու արդի։ Արկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ, գիշեր-ցերեկ-նիայից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում են թարխունով, աղով և լավաշով։